Շանտաժով Միացյալ Նահանգների ղեկավարը Իրանի հետ պատերազմի մեջ է փորձում ներքաշել աշխարհի մեծ տերություններին։ Հորմուզի կոալիցիա է ստեղծում Թրամփը նեղուցը վերահսկելու համար։ Նահանգների ղեկավարը պահանջում է նատոական պետություններից նեղուցով նավթ տեղափոխող այլ երկրներից, նաև Չինաստանից, ապահովել նեղուցի անվտանգությունը, ռազմանավեր ուղարկել Մերձավոր Արևելք։ Ես իրականում պահանջում եմ, որ այդ երկրները մասնակցեն եւ պաշտպանեն իրենց սեփական շահերը, որովհետեւ դա հենց այնտեղն է, որտեղից նրանք ստանում են իրենց էներգիան։ Նրանք պետք է գան եւ օգնեն մեզ պաշտպանել այն։ ՆԱՏՕ-ին մենք օգնում ենք Ուկրաինայի հարցում, չնայած դա մեզ ուղղակիորեն չի վերաբերվում, բայց մենք օգնում ենք։ Միացյալ Նահանգները 7 պետության հետ է բանակցում նեղուցը գրավելու հարցով, որոշ պետություններ հրաժարվել են անդամակցել կոալիցիային։ Արդեն որոշ դրական պատասխաններ ստացել ենք։ Ոմանք նախընտրում են չներգրավվել։ Չինաստանն էլ է նրանց թվում։ Այդ մասին չեմ ուզում խոսել, չեմ կարող հստակ ասել, բայց Չինաստանը հետաքրքիր օրինակ է։ Ինչպես գիտեք, նրանք իրենց նավթի մեծ մասը ստանում են հենց այդտեղից, շատ մեծ չափերով, կարելի է ասել մոտ 90%-ը։ Ես նրանց հարցրել եմ, կուզեք մասնակցել, կտեսնենք կմիանան թե ոչ։ Կան նաև ավելի խորը պատճառներ, թե ինչու նրանք կարող են չմասնակցել, բայց իմ կարծիքով պետք է մասնակցեն։ Թրամփը հայտարարել է, թե կարող է հետաձգել Սի Ցինփինի հետ մարտի վերջին նախատեսվող հանդիպումը, եթե Պեկինը չմիանա իրենց։ Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ ի տարբերություն նահանգների, Եվրոպան եւ Չինաստանը զգալիորեն կախված են Պարսից ծոցի նավթից։ Իրանը թույլ է տալիս, որ կենսական Հորմուզի նեղուցով անցնեն չինական, նաև ռուսական նավերը։ Իրանի արտահանվող նավթի մոտ 90%-ը Չինաստանն է գնում։ Բլումբերգը գրում է, որ Հնդկաստանն է դիմել Իրանին, որ նավթով բեռնված իր 6 տանկերները անցնեն նեղուցով։ The Daily Telegraph-ը տեղեկություն ունի, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարվել է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց։ Միացյալ Նահանգների դաշնակիցներ Գերմանիան, Ճապոնիան ու Ավստրալիան նույնպես հայտարարել են, որ չեն պատրաստվում իրենց ռազմանավերը ուղարկել Հորմուզ։ Եվրամիության արտգործնախարարներն արդեն սկսել են իրենց ռազմանավերը նեղուց ուղարկելու հարցի քննարկումը։ Միջազգայնագետները նկատում են, որ համաշխարհային տնտեսության համար ամենակենսական նեղուցի փակ մնալը անդառնալի հետևանքներ կունենա մոլորակի համար։ Երկարատև լինելու դեպքում դրանք կեսկալացվեն եւ ավելի մեծ մասշտաբների կհասնեն, ընդհանուր հնարավոր է նաեւ համաշխարհային գլոբալ ճգնաժամի առաջացում։ Տնտեսագետ Աննա Փախելյանի կարծիքով պատահական չէ, որ Իրանի հետ պատերազմող Միացյալ Նահանգները մեղմացրեց Դաշնության դեմ պատժամիջոցները։ Իր կողմից ի սկզբանե դրված արգելքը արդեն Ռուսաստանի նկատմամբ մեղմացվեց, որ կարողանա մեղմացնել մոտալուտ հարվածը եւ էներգակիրների թանկացման հետևանքով առաջացող խնդիրները։ Միացյալ Նահանգներում արդեն լսելի է ֆերմերների բողոքի ձայնը, գրում են ամերիկյան պարբերականները։ Նահանգներ Մերձավոր Արևելքից է ներկրվում պարարտանյութի զգալի մասը։ Քանի դեռ հիմա պարարտանյութերի ներկրման սեզոնը դեռ այդքան ակտիվ չի, դա դեռևս շոշափելի ազդեցությունը չի զգացվում։ Տնտեսագետները չեն բացառում, որ աշխարհի էներգետիկ պարանոցներից մեկի Հորմուզի նեղուցի փակ մնալու հետևանքով սրվի նաև բարենային անվտանգության խնդիրը։ Գայանե Մովսիսյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։